Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է. Իմպիչմենտի գործընթացը գլուխ չի գա։ Ժողովուրդը նշում է, որ Փաշինյանը պայքարում է ոչ թե կոռուպցիայի ու թշնամու դեմ, այլ հայոց եկեղեցու եւ վեհապարի փաստի տեղեկություններով եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմում հնարավոր տարբերակ է դիտարկվում ժողովրդին ոտքի հանելը։ Հրապարակը հայտնում է, որ քրեական կոմիտեի բաժնի պետ Անուշ Գասպարյանը դատի է տվել եղբորը փորձելով ձեռքից վերցնել Lexus-ը։ Ժողովրդի տեղեկություններով ՄԻԵԴ-գրություն է ուղարկել լիազորությունները դադարեցրած դատավորներին եւ կառավարությանը առաջարկելով հաշտության գալու համար ժամկետ տրամադրել։ Հրապարակը գրում է, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, քաղաքացիները սպասել են, որ Տեր Ահարոնը դուրս կգա սենյակից եւ իր բնորոշմամբ չարիքին դուրս կհրավիրի Աստծո տաճարից, սակայն դուրս չի եկել։ Փաստի տեղեկություններով ապրելու երկիր եւ հաղթանակ կուսակցությունները քննարկում են նոր դաշինքի ձևավորման հարցը միասնություն անվամբ։ Ժողովուրդը գրում է, որ պլանն այսպիսին է հասունացնել դժգոհություն, հետո Փաշինյանը հայտնվի կիզակետում եւ կաթողիկոսին հեռացնելու դափնիները վերցնի։ Փաստը գրում է, Վանով տպավորություն էին թողնում Փաշինյանի հայտարարությունները Տեր Պետրոսյանի հասցեին։ Հրապարակը փոխանցում է, որ ԿՊ վարչությունը Փաշինյանի ճաշակով է ձևավորվելու, իսկ կանանց շրջանում թեժ պայքար է սկսվել։ Ժողովուրդը հայտնում է, որ Փաշինյանը որոշել է խուսափել կտրուկ գործողություններից։ Գնահատեն, թե վտանգն ինչքան է խորանալու։